Բայց այս հարգելի բարեկամներ, մաթեմատիկան հանդիսանում է մարդկային քաղաքակրթության կարևորագույն եւ գիտական եւ ինչ-որ առումով կարելի ասել մշակութային ոլորտներից մեկը, որի շնորհիվ ձևավորվել է ժամանակակից քաղաքակրթությունը։ Այն արդյունքները, որոնք ստանում են մաթեմատիկոսները եւ առաջի հայացքից դրանք թվում են զուտ ակադեմիական, աբստրակտ եւ կյանքից հեռու, հետագայում գտնում են իրենց լայն կիրառությունները, սկսած ֆիզիկայից եւ վերջացրած կենսաբանությամբ եւ տնտեսագիտությամբ։ Այսօր մաթեմատիկայի առարկայի մաթեմատիկագիտության շուրջ ես հրավիրել եմ մեր տաղավար, մաթեմատիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Կարեն Քերյանին։ Բարև ձեզ, պարոն Քերյան։ Շնորհակալություն հրավերքս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Քերյան, ամենահայտնի տեսաբան ֆիզիկոսներից մեկը Դեվիդ Գրոսը ժամանակին արտահայտել է մի զարմանալի միտք։ Նրա պնդմամբ, եթե մենք ենթադրենք, որ տիեզերքի ինչ-որ մի այլ կետում, հեռավոր մեզանից, գոյություն ունի քաղաքակրթություն, որը որ նույն զարգացվածության աստիճան ունի, ինչ մենք, եւ ապրում է մոտարապես նույն բնական պայմաններում, որոնցում որ մենք ենք այստեղ գոյատևում, ապա մեր եւ այդ քաղաքակրթության մաթեմատիկաները վերաձևակերպելով կարելի է ցույց տալ, որ նույնն են։ Այլ կերպ ասած, նրա պնդմամբ մաթեմատիկան դա բացառիկ եւ ունիվերսալ լեզու է, որի միջոցով մենք հաղորդակցում ենք բնության տիեզերքի հետ։ Կարելի է արդյոք համարել, որ դա իրոք այդպես է, որ դա նման ճկուն գործիքակազմ է, որով կարող ենք շփվել բնության հետ։ Բնականաբար նման մարդու խոսքերը շատ մեծ արժեք ունեն ու մյուս կողմից էլ իհարկե այդ ամեն ինչը մենք մեր առօրյա կյանքում տեսնում ենք, թե ինչպես մաթեմատիկական ոնց որ գործիքների միջոցով հազար մի փոքր ու մեծ հարցեր, թե մեր առօրյայում, թե ոնց որ գիտության նվաճումների շնորհիվ արդեն մեր առօրյա դարձած հնարավոր է լինում լուծել։ Միանշանակորեն ոնց որ մաթեմատիկան տարբեր գիտությունների բնագավառ մտնում է ու եթե ուզում ենք քանակական բնութագրում տալ ինչ-որ process-ների, այդտեղ հարցը գալիս է արդեն ի վերջո հանգում է մաթեմատիկային։ Երբ որ որակական է, ասենք շարժվում է, չի շարժվում, հա, ֆիզիկան ասում է, բայց եթե ուզում ենք հասկանանք, թե ինչքան արագ է շարժվում, արագությունը ինչքան շատ է փոխվում, արդեն այդտեղ մտնում ենք ոնց որ մաթեմատիկական ապարատուրայի անհրաժեշտությունը այդտեղ հենց առաջանում է ու տարբեր ապարատուրաներ մի կողմից ստեղծվել են անհրաժեշտությունից ելնելով, հա, ասենք Նյուտոնը նույն դիֆերենցիալ ինտեգրալ հաշիվը երբ ստեղծվում է, երբ որ դիֆերենցիալ ինտեգրալ հաշիվը ստեղծել է, այդտեղ անհրաժեշտությունը այդ ամեն ինչը կար, հա, ուժի, հա, բանաձևի մեջ, թե ոնց է դի կախված արագացումից կամ արագության փոփոխությունից, հա, ու տարբեր այլ հարցերում, մյուս կողմից իհարկե կարող են շատ հայտնագործություններ լինել, որոնք որ տվյալ պահին զուտ մաթեմատիկական են, բայց հետո շատ խոշոր կիրառություններ ունեն, ասենք Ֆուրեի անալիզը, հա, երբ որ ստեղծվում էր Ֆուրեի ձևափոխությունները ու մնացածը այդ պահին ոչ մի կիրառություններ չունեին, ոչ էլ ենթադրվում էր, որ պիտի հենց այդ պահին կիրառություններ ունեն, բայց մեր օրյա կյանքում, ասենք MP3, JPEG տեսակի ֆայլերը, այսինքն որ դուք ուզում եք շատ փոքր ծավալի ծոր հիշողություն զբաղեցնող ինֆորմացիան համարյա թե չփոփոխելով պահել, այդտեղ արդեն Ֆուրեի անալիզը մեծ օգնության է գալիս, ու ասենք մեկ այլ բան էլ, հա, ծոր MRT ասված է, որ երբ որ մարդը պետք է լինում, ասենք 30 րոպե անշարժ պարկի, որպեսզի այդ սկանավորումը արվի, հա, տարբեր շերտերի ու հետո այդ շերտերից փորձել վերականգնել, թե որ օրգանը ինչ ծոր տեսք ունի, եռաչափ փորձել այդ մոդելավորումը անել, տեղ դա ոնց որ եւս մաթեմատիկական ապարատի Ռադոնի ձևափոխությունների մասն է խոսքը, օրինակ մեկը, բայց նաեւ հիմա էլ, հա, նույնիսկ այս պահին էլ լավագույն մաթեմատիկներից մեկը
21-րդ դարի տերենց տաղում, ասենք էլի աշխատանքներ տաղում, թե նույնիսկ ինքը որ իր աշխատանքները հիմնականում մակրո մաթեմատիկային են վերաբերվում, էլի այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում է, թե ինչպես process-ը արագացնել, որ մարդը ոչ թե ստիպված լինի 30 րոպե անշարժ պարկելու փոխարեն շատ ավելի կարճ ժամանակ անշարժ պարկել, որովհետև դա տարբեր պարագաներում կարող է շատ դժվար գործ լինի։ Հազար մի հնարավորություններ է ստեղծում ու միևնույն ժամանակ ինքը կապեր է ստեղծում տարբեր բնագավառների միջև։ Այդ կապերը ոնց որ կամուրջի դեր է խաղում փաստորեն, էլի տարբեր դիսցիպլինաների մեջ։ Գիտեք, այդ առումով ես մի բան եմ ուզում նշել, որ ի սկզբանե մաթեմատիկայի դերի կարևորությունը միգուցե ֆիզիկայում ոչ այդքան էր հիմնարար հասկացվում եւ կա շատ վառ օրինակ, երբ 20-րդ դարի սկզբին Պրինսթոնի համալսարանում պրոֆեսոր Ջինսը, ով հայտնի ֆիզիկոս փորձարար էր, գիտխորհրդի նիստի ժամանակ շատ լուրջ դեմ է դուրս գալի այն հանգամանքին, որ ֆիզիկոսների մոտ ներմուծել են խմբերի տեսության դասընթացը։ Եվ նա շատ հետաքրքիր ելույթ է ունենում, ասում է, գիտեք, ես համոզված եմ, որ դա բացարձակ աբստրակտ եւ կյանքից պոկված ինչ-որ գիտություն է, որը բացարձակ ֆիզիկոսներին պետք չէ, եւ կարծում եմ, որ դա պարզապես մաթեմատիկոսների համար մի հնարք է, խաղ է, որ նրանք պարզապես զբաղվում են։ Իսկ ֆիզիկոսները պետք է կիրառական եւ այսպես ասած զուտ կոնկրետ խնդիրների լուծման համար գործիքակազմ մաթեմատիկան։ Ինչու՞ եմ ես դա հատուկ նշում, որովհետեւ մոտարապես 65 տարի հետո նույն Պրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Յուջին Վիգները ստանում է Նոբելյան մրցանակ ֆիզիկայից, խմբերի տեսության կիրառության միջոցով նոր մասնիկների կանխատեսման համար։ Այդ կերպ ասած, երբ տարական մասնիկների ֆիզիկան սկսում է զարգանալ մեծ տեմպերով, ֆիզիկոսները սկսում են օգտագործել շատ լայն կերպով խմբերի տեսության գաղափարները դասակարգելու համար այդ մասնիկները եւ կառուցելով որոշակի սխեմաներ, ենթադրում են, որ խմբերի տեսությունը թելադրում է մեզ այսպիսի մասնիկների գոյություն եւ հետագայում հայտնաբերում են այդ մասնիկները։ Այդտենց ֆենոմենալ բան է։ Այնպես որ ֆիզիկայում դա արդեն հասկանալի է, որ դա մի ոլորտ է, որը որ ընդհանրապես քվանտային մեխանիկայում համարում են, որ առհասարակ ամեն ինչ մաթեմատիկան է որոշում։ Բայց կարելի է արդյոք ասել, որ այդ գործիքակազմը նաև ի վիճակի է լուծել այնպիսի մեծ տվյալների խնդիրներ, ինչպիսիք են տնտեսական մոդելներ, տարբեր տեսակի, այսինքն տնտեսագիտության ոլորտում, որքանով դա խոստումնալից է, որովհետև հիմա վերջի արդյունքները շատ բարձր են այդ ուղղությամբ։ Ոնց որ մեկը Ջոն Նեշի ոնց որ արդյունքն է, որ բոլորիս հայտնի է, որ նույն Նոբելյան մրցանակ էր ստացել, էլի մաթեմատիկական ապարատի ոնց որ գործադրմամբ, ու մյուս կողմից ասենք Black-Scholes-ի մոդելը, օրինակ էլի բավականին հայտնի է, ոնց որ արժեթղթերի օպցիոնների գնահատման համար, որ ժամանակին երբ որ այդ գործիքները չկար, մարդիկ այսպես ասած այդ gut feeling-ով, թե իրանք թե ինչ էին զգում, ինչ պիտի լինի այդ գինը ասում էին, բայց հետո երբ որ այդ Black-Scholes-ի մոդելը հայտնվեց, որը որ գնահատման շատ ավելի իրատեսական, ու ոնց որ ֆինանսական կոմպոնենտների վրա հիմնված ոնց որ արդեն հաշվարկների վրա հիմնված էր, ինքը շատ ավելի լավ էր գնահատում ու դրա շնորհիվ, քանի դեռ մարդիկ այդքան լավ այդ ամեն ինչը չգիտեին, մեծ գումարներ աշխատելու հնարավորություն է եղել։ Այսինքն տնտեսագիտության մեջ շատ տարբեր ճյուղերում, նույն նաև ժամանակային շարքերում, թե մարժեթղթերի գները գալիս է ու փորձում ես հասկանալ, թե ինչ ոնց որ հետագա գները ինչպիսին կլինեն ժամանակային շարքերում եւս էլի թե ոնց որ մաթեմատիկական տարբեր ապարատները թե սկսած գծային հարաշվից վերջացրած բանով, հավանականությունների տեսությունով ոնց որ հնարավորություն կարող են տալ այդ գների այդ forecasting-ը անելու։ Սենց մի հարց շատ ինձ հետաքրքրել է եւ այժմ էլ հետաքրքրում է,
ոչ մի արժեք պատասխան եմ ես լսել, գոյություն ունի արդյոք մաթեմատիկան առանց մեր գիտակցության։ Օրինակ ես համարում եմ, որ սկզբունքորեն բնությունը, որը որ մեր շրջապատում է, դա հենց մաթեմատիկայի ծնունդ է ինչ որ առումով, եւ նրանք խիստ փոխկապակցված են։ Մարդը եւ տիեզերքը դա մեկ ամբողջականություն է եւ այն ինչ որ մարդու գիտակցության մեջ է, այս կամ այն կերպ ամենայն հավանականությամբ կապված է տիեզերքի մեզ շրջապատող, այսպես ասած իրականության հետ։ Ես միգուցե կարող եմ հիմա ինչ որ բան սխալ եմ ասում, ներող եղեք, եթե ինչ որ բան են չի։ Բայց ինչի եմ ես այդ հարցը տալի։ Յուրաքանչյուր ֆիզիկական տեսություն նոր խոշոր պայմանավորված է լինում իրեն համապատասխան մաթեմատիկական ապարատով։ Օրինակ, նույն հավանականությունների տեսությունը լայնորեն կիրառում էր վիճակագրական ֆիզիկայի խնդիրները լուծելու համար։ Ինչպես դուք նշեցիք, դիֆերենցիալ ինտեգրալ հաշվարկը ստեղծեց մեխանիկայի խնդիրները։ Վեկտորական օպերատորային անալիզը էլեկտրոդինամիկայի վրա բերեց։ Այնուհետև քվանտային մեխանիկայի սպეციფიկ մաթեմատիկան։ Կարելի է արդյոք որ համարել մենք այսօրվա օրով գործ ենք ունենում մի բավականին հետաքրքիր երևույթի հետ, բնությունը ինքը սկսում է թելադրել, թե ինչպիսի լեզվով մաթեմատիկական մենք պետք է նկարագրենք այդ երևույթները։ Անկախ մեր հասկանալուց այդ ամեն ինչը գոյություն ունի, այսինքն մենք, չգիտեմ, իմ կարծիքով, թե ֆիզիկան, թե մաթեմատիկան դրանք ոնց որ եւ մնացածը մասնավորապես օգտագործվում են ավելի լավ հասկանալու մեր հետ ինչա կատարվում, մեր մեջ ինչա կատարվում, մենք ոնց ենք իրար հետ փոխհարաբերվում ու այդ ամեն հարցերում ստեղծում են նոր հնարավորություններ, այսինքն ինքնին այդ ամեն ինչը գոյություն ունի, մենք էլ, չգիտեմ, ինչ որ 1%-ը կարողանում ենք տեսնել, տեսնում ենք, ուրախանում ենք, հետո այդ 1%-ը 1.01-ա դառնում, դրանից ավելի ենք ոգևորվում, բայց ոնց որ հասկանալի է, որ այդ ամեն ինչը այսպես թե այնպես գոյություն ունի, ինչ որ իմաստով, հիմա խոսքը ինչ որ վերաբերվում է, ասենք, ջուրը լցնում ենք, կթափում է, ինչ որ ձևով այդ ալիքներ է ստեղծում, այդ ամեն ինչը sense տենց կա, մենք անկախ մեր մտածելուց, հա, թե ինչքանով հասկանում ենք ինչ ուժեր են ազդում, ոնց են ազդում, ինչ հետևանքներ է լինելու, այդ ամեն ինչը մեկը տեղի է ունենում առանց մեր ոնց որ կհասկանանք մենք թե չէ, դա հեշտ կարևոր չէ, էլի, բայց ոնց որ մենք էլ մեր համար փորձում ենք ինչ-որ մեխանիզմներ գտնել ավելի լավ հասկանալ, հասկանալ մեզ հասկանալի լեզվով, հա, այդ տարբերակով կարելի ասել։ Ըստ էության, դա շատ հետաքրքիր է։ Ժամանակին ռուս շատ հայտնի ուրեմն լինգվիստ Զալիզնյակը, երբ իր հետազոտություններն էր կատարում, մասնավորապես ինքը այդ Նովգորոդի, գիտեք, դա կոչվում է ռուսերեն Բերիստինի գրամատը, ուրեմն դա որոշակի տեքստեր էին, որոնք պետք էր հասկանալ եւ թարգմանել ժամանակակից լեզվի վրա, շատ ակտիվ օգտագործում էր մաթեմատիկական մեթոդներ։ Դա զարմանալի բան է եւ պարզվեց, որ գոյություն ունի նույնիսկ մաթեմատիկական լինգվիստիկա, երբ մաթեմատիկական մեթոդներով փորձում են հարցեր լուծել, որոնք լինգվիստիկայի հետ են կապված։ Այն ներթափանցումը դեպի հումանիտար ոլորտ մաթեմատիկական մեթոդների որքանով այսօրվա օրով ակտիվ է եւ որքանով դա կիրառելի է։ Դե նույն արհեստական բանականության մոդելները ծոր հիմքը մաթեմատիկան է, հա։ Էլի ցորկցային հաշվի, վիճակագրություն, հա, ու ագրավորում ալգորիթմներ, այդ ամեն ինչը միախառնելով հնարավորություն է ստեղծվում, չգիտեմ, օպտիմիզացիա դրան գումարած, այդ ամեն ինչը հնարավորություն է ստեղծում հազար մի հարցեր լուծել, օրինակ նույն թարգմանության հարցերը, հա, կամ բարձա հետո նաև լեզվի մեջ տարբեր ստրուկտուրաների հայտնաբերումը, էսպային, հա, ChatGPT-ին, որ այդ large language մոդելները կարողանում են մարդու նման խոսալ, ի շնորհիվ նրա, որ այդ ամեն ինչը շատ լավ
մոդելավորված է, հա, ու դրա հիմքը էլի մաթեմատիկան է, այս պահին ոնց որ մի փոքր շեղվեմ էլ այդ հարցից, ասեն հիմա նույն տարբեր սոցիումներում թե ինչ կարծիքներ են ձևավորվում, հա, ասենք օրինակ հայտնի էր այն ժամանակ այդ Facebook-ի սկանդալը, երբ որ ոնց որ Facebook-ի միջոցով Ամերիկայի ընտրություններում ոնց որ փորձել էին ազդել մարդկանց կարծիքների վրա, այսինքն հիմա նույն այդ հասկանալ թե որտեղ ինչ կարծիքներ են տիրում, ինչպես որտեղ կարելի է այդ կարծիքները փոխել, ինչ ձևով կարելի է փոխել, մանիպուլյացիայի հարցեր, հա։ Դե, հա, բայց ոնց որ այդ ամեն ինչը ի վերջո մոդելավորման ու հասկանալու հարց է, առաջին հերթին, հետո նոր կարողանալ դրանից հետո ոնց որ փոփոխությունների բերել, որտեվ ամեն մեկին չես կարող, հա, փոխել կարծիքը, բայց հասկանալ թե որտեղ որ շտատում կարող ես, հա, այդ որ նահանգում կարող ես այդ կարծիքը փոխել ու ինչքան այդ թիրախային այդ մարդկանց գտնել, թե իրանք նախկինում ինչ կարծիքներ են այդ արտահայտել ու այդ մարդկանց հատուկ ոնց որ գովազդել ինչ-որ բաներ, ասեն նույն քաղաքականության մեջ էլ այդ ամեն ինչը կարող է օգտագործվել ոնց որ շատ այլ բնագավառներում էլ էլի ասենք հիմա լավ կենսաբանության մեջ է նույն COVID-19-ն է որ համավարակը բոլորիս ոնց որ դուրը ծեծել էր այդ պետք էր հասկանալ թե ինչ ձևով այդ ամեն ինչը տարածվելու երբ ապի կլինելու ինչքան մարդավարակված լինելու ինչքան մարդ պոտենցիալ ոնց որ կարա վարակիչ լինի ինչքան մարդ կարա մահանա ու այդ ամեն ինչը ժամանակային շարքը կախված ժամանակից թե որ պահին ինչ է լինելու ու ինչքան բուժ հաստատություններում կարիք է լինելու մահճակալների ու բժիշկների ու մնացած դեղորայքի այդ ամեն ինչը ոնց որ անհրաժեշտ էր նախորդ լավ ճիշտ պլանավորում անելու հնարավորինս կյանքեր փրկելու համար այսինքն այդ նույն մոդելավորումը կարա որ մեր կյանքի վրա շատ ուղիղ ազդեցություն ունեն եթե մենք ճիշտ չպլանավորենք նախորդ մեր ռեսուրսները այդ ժամանակ կարող այնպես ստացվի որ անհրաժեշտ է ինչ-որ պահի երկու անգամ ավելի մահճակալ բայց մենք այդ պահին նոր գիտակցում ենք հա դա ամենատրիվիալ բանը կամ երկու անգամ շատ դեղորայք որը որ պետք էր մի ամիս առաջ արդեն կազմակերպել դրա գնումը ու բերելը ինչը տվյալ պահին արդեն եթե անես ուշացած է էլ օգուտ չտա Պարոն Քերեն մաթեմատիկական մտածողությունը պետք է զարգացնել իմ կարծիքով սկսած դպրոցական տարիներից եւ միգուցե նույնիսկ կրտսեր դպրոցից սկսել Եվ մի բան էլ ակնհայտ է, որ ծավալը գնալով շատ կտրուկ աճում է եւ ինֆորմացիա եւ գիտական հաջողությունների ճյուղավորումները տարբերություններով։ Ձեր կարծիքով ինչպիսի նորարարական մեթոդներ են անհրաժեշտ, որ այդ միջուկային նյութը հիմնարար մաթեմատիկայի հետ կապված ճիշտ մատուցվի դպրոցներում երեխաներին եւ համապատասխան կերպով նախապատրաստի ինչպես բուհերի, այնպես էլ հետագա իրենց տարբեր մասնագիտությունների հաջող գործունեության համար։ Օրինակ նույն կենսաբանության ոլորտում, ֆիզիկան, մաթեմատիկան չեմ ասում, դա հիմնական գործիքակազմ է։ Կան արդյոք, որտեղ մենք երկար ժամանակ ոնց որ գնում էինք այն ճանապարհով, որը որ նախանշված է եղել դեռ 80-ականներին նույնիսկ 70-ական թվականներին այժմյան այս իրականությունը ինչի մասին է խոսում ոնց որ մի կողմից միևնույն է տրադիցիոն եղանակները շատ կարևոր են հա այսինքն լավ դասատուներ ունենալ լավ դասախոսներ ունենալ մարդիկ ովքեր որ նաև հետաքրքիր գիտության ճյուղերով են զբաղվում ու ինչ որտեղ գուցե կիրառական մեծ մասամբ էլ ոչ կիրառական հա բնույթի այդ ամեն ինչ ունենալը շատ պետք է ու հաստատ այդտեղ լիքը գործ կանելու ու լիքը կաղում ենք ու այդ դրա պատճառով լիքը հնարավորություններ նաև կորցնում ենք կամ չենք իրականացնում այդ ոնց որ միանշանակ է որտեղ մեծ բաց կա որ չգիտեմ մենք
հազարավոր ասենք դպրոցներ ունենք, հաստատ դպրոցների թիվը 1000-ից ավել է, ու այդտեղ ոնց որ լուրջ մաթեմատիկական կրթություն շատ քիչ դպրոցներում կարող է ստանալ, հա, այսինքն եթե նույնիսկ մեկը պոտենցիալ ունենա լավ մաթեմատիկա սովորելու, ինքը այդ պոտենցիալը շատ քիչ տեղերում կարա ձևափոխի ռեալ հնարավորություններին։ Մյուս կողմից հիմա այդ ամեն ինչը զարգացնելու շատ ավտոնոմ եղանակներ էլ հա առաջանում են, սկսած YouTube-ից եւ կայքերի, հա։ YouTube կայքեր, ավելին, հիմա ոնց որ կարող ես 1000 մի ոնց որ ինչ որ բարձ հարցերի շուրջ, չեմ ասում շատ խորը նեղ մասնագիտական, չգիտեմ, ասենք գիտական հետազոտության շուրջ, չնայած դրան էլ կանդրադառնանք, հա, դրա վերաբերյալ լիքը ինֆորմացիա կարելի է, չգիտեմ, ChatGPT-ի նման ոնց որ այդ LLM-ների հետ խոսալ ու ոնց որ ճանապարհային քարտեզ սարքել, հա, թե ինչեր ես ուզում սովորես, ինքը հատուկ խնդիրներ ընտրի քո համար, ոնց որ այդ խնդիրների լուծումները եթե չհասկանաս, բացատրի, թե որ ինչի համար էր արվել, հա, այսինքն այդ էլ մի անհատական, այսպես ասած, ուսուցիչ քո կողքը կարող է լինի, որին 1000 մի այսպես ասած, բարձ հարցել կարող ես տալ, հա, ոնց որ բարձա որ այդ ամեն ինչը sense tennis մեծ կիրառություն ունի, այսինքն շատ աշակերտներ ու ուսանողներ համակարգերը օգտագործում են, իհարկե պետք է դա նաև կարողանալ ճիշտ օգտագործել, որպեսզի քո ոչ թե ժամանակը խլի, այլ իրոք քեզ օգնի դժվարությունները հաղթահարելուն, հա, ու ամենակարևորը որ դու ոչ թե copy paste-ով զբաղված լինես, հա, այնտեղից վերցնելով ու ուրիշ տեղ արտատպելով, այլ իրոք 1000 մի process-ները ավելի լավ հասկանալու միտված լինի այդ համակարգի ոնց որ օգտագործումը։ Ստեղ ասենք այս պահին նաև օրինակ DARPA-ն, հա, ամերիկյան ռազմական ոնց որ ոլորտին վերաբերող կազմակերպությունը նաև հիմա օրինակ XMAF ոնց որ ծրագիրն է իրագործում, որի ոնց որ նպատակն է արհեստական բանականության համահեղինակների, այսպես ասեմ, մաթեմատիկան շատ ավելի մաթեմատիկայում շատ ավելի շատ արդյունքներ ստանալն է արհեստական բանականության միջոցով, այսինքն այդ գործիքների օգտագործումով, եթե ոնց որ չգիտեմ 10 մարդ կարող էր դիցուկ 100 արդյունք ստանալ 1000 արդյունք կամ շատ ավելի ուժեղ արդյունքներ, հա, այսինքն նույնիսկ այդ տիպի կիրառական բնույթի ոնց որ կազմակերպությունը հասկանում է, որ նույն մատքուր մաթեմատիկայում գումարներ դնելով կարող է շատ ուժեղ նաև արդյունքներ ստանալ, որոնք որ հետագայում կարող են ռազմական կամ անվտանգային 1000 մի հարցերում օգտակար լինել։ Իմ կարծիքով դրա ամենավառ օրինակը երևի ժամանակակից քվանտային ինֆորմատիկան է, ուր ի սկզբանե ներդնում էր պետք է կատարել քվանտային ալգորիթմները պարզապես հասկանալու համար, դա մաթեմատիկական խնդիրներ են, որոնք նաև շատ սերտորեն կապված են ֆիզիկայի հետ, բայց հետագայում այդ ամենը օրինակ շատ ակտիվ կարելի է կիրառել բանկային համակարգում շատ պարզ կերպով բանկային հաշիվների պահպանությունը ապահովելու համար, որովհետև նման համակարգերը պրակտիկորեն հնարավոր չի ջարդել, այսինքն դա շատ մեծ խնդրեմ է։ Դրա հետ կապված եթե կարելի եմ բան ասեմ, օրինակ հիմա ոնց որ այս պահին մեր փոխանցումները որ անում ենք, հա, պետքա ոնց որ այդ կրիպտոգրաֆիայի ոնց որ ալգորիթմներից ենք օգտվում, որոնք հենված են օրինակ բարձ թվերի գոյության վրա, հա, շատ մեծ բարձ թվեր, շատ մեծ բարձ թվերի օրինակներ ունենալով հնարավոր է այնպես գաղտնագրել տվյալները, որ ընթացիկ մարդիկ չկարողանան, հա, ընթացքում ինֆորմացիան ձեռբերողները չկարողանան գաղտնազերծել տվյալները, բայց քվանտային ոնց որ quantum computing-ի առաջացման պարագայում ոնց որ շատ մեծ կասկածի տակ կհայտնվեն
այս պահին գործող ալգորիթմերը ու նաև էլի այս վերջերս ոնց որ լավ մեծ աշխատանքներ ա կատարվել էլեկտրիկ կորերով հիմա էլի այնպիսի ալգորիթմների մշակում, որ նույնիսկ այդ քվանտային համակարգիչների դեպքում էլ այդ անվտանգության ապահովումը հնարավոր լինի անել, որտեղ գործող ալգորիթմները եթե քվանտային համակարգիչներ ունենանք, այդ անվտանգությունը էլ չեն կարողանա ապահովել, ոնց որ հիմա մենք այս պահին օրինակ խնդիր ունենք, հա, վիդեոները գեներացվում են ու կարող են շատ իրատեսական լինել, 2 օր առաջ էլ նույն BBC, եթե չեմ սխալվում, տնօրենին գործից ազատեցին այն պատճառով, որ Թրամփի ելույթը ոնց որ մի փոքր խեղաթյուրված, գեներացված ցանցերով սկանդալ էր, այո։ Այսինքն հիմա այդ վիդեոյի գեներացումն էլ իր հերթին ոնց որ նստածա ստոխաստիկ դիֆերենցիալ հավասարումների վրա։ Այսինքն մաթեմատիկական կոնկրետ ապարատ ոնց որ արհեստական բանականությունը արհեստական բանականության մեջ օգտագործվում է այդ ապարատը, որովհետեւ այդ գեներացումը արվի ու հիմա դրա պատճառով արդեն այն վիդեոն որ տեսնում եք, հեչ պարզ չի, դա իրականությունն է, թե չէ, եթե 20 տարի առաջ ոնց որ կամ 50 տարի առաջ մոնտաժի ինչ-որ պարզ տեխնիկաներ էին, որոնք ոնց որ աչքով կարող էր շատ դեպքերում հնարավոր լինել բացահայտել, հա, որ դա մոնտաժված է, հիմա այդ արհեստական բանականության միջոցով գեներացված նյութերը արդեն լուրջ խնդիր կարող են առաջացնել, արդյոք դա կա, թե չկա, ու նույնն է անվտանգային հարցերն էլ վաղը կարող են անվտանգային հարցերն էլ, հա, այդ նույն փոխանցումների հետ կապված լուրջ խնդրի առարկա դառնա, հա։ Բարի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Քերան, այս հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։